Բարև ձեզ, Հայր ջան։ Այսօր կխոսամ նրա մասին, որ եղերնը կոչվում է ոչ թե միայն ֆիզիկապես մարդկանց ոչնչացնելը, նաև մարդկանց որպես ազգ հոգեպես ոչնչացնելը։ Ֆիզիկապես ոչնչացնելու համար սկզբից ազգը փորձում են ոչնչացնել հոգեպես, ժողովուրդ ջան։ Հետո ցույց կտամ ձեզ ով ենք մենք, պատասխանելու եմ ոչ թե ես, այլ ցույց կտամ ձեզ վիդեոն, Հարգարժան Հայի վիդեոն, Արմեն Երանոսյանի վիդեոն և մնացածը ես կխոսամ հետո, ժողովուրդ ջան։ Ուրեմն մինչև հեղափոխությունը Ամերիկայում սպանեցին հայ երեխու Արամաստ անունով։ Հոր անունն էլ էր Արամաստ, հենց այնեն չէր ընտրված այդ ընտանիքը, հայոց համար շատ սուրբ անուններով ջհուդները սպանում են այդ երեխուն, գցում են հոր վրա, ոնց որ հիմա դուք տեսնում եք, երեխեքներին տանում են, արունը խմում են, գցում են գետերը, հետո ծնողներին են մեղադրում, հետո ծնողներին են սպանում, ասում են ինքնասպան եղավ։ Ուրեմն հայ երեխու սպանում են, քանի որ պրեսան մամուլը իրանց ձեռն է, մեծ բոլոլա են անում հատուկ, որ հայ տղամարդը սպանել է իրան զավակին։ Դուք տեսաք Ռուսաստանում գիշեր ցերեկ ցույց են տալիս, որ հայի երեխեքը սպանել են իրանց հորը։ Ձևակերպեցին, որ հերը իբր թե դեսպոտ է եղել, աղջիկները ուզեցել են հոր դիսպատիզմից իբր թե փրկվել։ Ներկայացրին, որ հայերը հայրասպան են, ծնողասպան են։ Առաջնահերթին այդ հայի կինը ջհուդ է եղել, պարզ է, չէ՞ արդեն։ Այդ հայը եղել է ահավոր աստվածապաշտ, իրան զարմիկը խոսած, որ ինքը կասկածում է, որ ինչ որ մի ուրիշն է սպանել այդ մարդուն, ու այս ամեն ինչը սարկած գործ է, այդ տղեն անհայտնացավ ասպարեզից, գլուխը երևի կերան։ Դուք տեսաք Ջիգարխանյանի պատմությունը, որ բոլոլան արեցին տարիներ շարունակ, որ հայ տղամարդը կարա թողի ամեն ինչը ու ինչ որ կապի նաստարը ստիլեց, սենց ասեմ, իրան կյանքը ինչ որ մի վերջեխվոստքի հետ, ու սենց աշխարհով մեկ հայտարակ արեցին։ Երեկ էր թե երեկ չարաչի օր մի հատ կարծեմ Արմեն Մուրադյան, հա, Ամերիկայի ցույց տվեցի, որ այլասերված թուրքա ամբողջ մարմինը նակոլկեկներով, սենց ձեռքերը ցույց եմ տվել, այն որ մեզ նոր զվարճանքները բերում սեղանների վրա աղջիկներ պարեն, ծաղկամանների տեղ սեղանների վրա, ով որ ավանդապաշտը հայկական հագուստով պիտի պարեն, բա, այդ իբր թե ազգի մասին է խոսում, 2-3 անգամ արդեն տարածում է, որ հայերի մեջ պիդաֆիլներ են հայտնաբերվում, սա սարկած բաներ է, ժողովուրդ ջան, երեկ էր թե երեկ չարաչի օր էր խոսած, որ սպանություն է տեղի ունեցել Ամերիկայում, որ նախնական վարկածով մայրը սպանել է 2 փոքր երեխուն, հետո սպանել է հորը, հետո սպանել է իրան։
Ժողովուրդ ջան, սա սարկած բաներ է։ Ջվուդները ռիտուալ են անում, զոյաբերում են հայերին, հետո մենց բոլոլա են անում, որ հայկինը, արդեն հայկինը, սպանեց իրան 2 տարեկան ու կարծեն 6 տարեկան երեխուն, երեխեքների հորը, իրան, դոգը հիշում եք, 2 անգամ ռոլիկ էր տարածում, իբր թե հայ ազգի մասին էր մտածում, որ մայրն ու քուրը ինձ կներեք 1000 անգամ ռոլիկը տարածել են, որ շռում են աղջիկա բերանը, մայրը տալիս է երեխուն աղջիկան, շռի քրոջ բերանը, աբացույցել եմ, որ սարկած ռոլիկը, հիմա չխորանամ դրա մեջ, երկրորդ ռոլիկի մասին դոգը տարածում էր, որ հոկտեմբերանում բազմազավակ մայրը սիրածներին, երեխեքներին տալիս կամ այնտեղ չգիտեմ ինչ, որ մինետ են անում, չգիտեմ ինչեր են անում այդ երեխեքներին, էլի աբացույցեցի, որ սարկած գործ է, ժողովուրդ ջան, ոչ մի հանցագործ իրան հանցանքը վիդեոյի վրա չի նկարի, իսկ եթե տարածքում կա ճուժոյ մարդ, ով սենց բան կանի, ես սաղ աբացույցել եմ, էդի պաջիտալն է, ժողովուրդ ջան, և քծած իբր թե փաստաթղթերով, ամեն ինչով, դոգին էլ ասել եմ, որ իբր թե ձևացնում ես, որ դու այլասերվածության դեմ ես պայքարում, փորձում եք ներկայացնել հայերին որպես այլասերված ազգ, անցիկ հումոր դաստիարակությունով, որ քեզ դեռ փոքր ժամանակ տվելա պրակատի, սարկելա մինե տանող, ահա, ուրեմն ժողովուրդ ջան, սրանից հետո սկսվավ զոմբիաժեղ պատմությունը, գիտեք, Նաիրա Զոյրաբյանը, են որ դոգին Աբովյանում կանչում են դոդին, Աբովյանում կանչում են իրանց տարածքում թակավոր, հիշում եք Չոլկենը այսենց կտրած էր, իրան Կլեոպատրայի տեղ էր տրե, իրական ազգանունը Զուրաբյանը, էդի մեկ էլ են, որ Սատկավ, Գորբակոր, ԿՎՆ-շիկ Արմեն Գրիգորյանը, որ էլավ գրեց, որ հայ ազգին պարա վզրաշյացը ստոյլա, եկելա ժամանակ վերադառնաս կերակրատաշտագիտ, Սատկավ գնանց, բա գիտեին ոնց է, էդի մեկ էլ մի հատ իբր թե ճանաչված գլխավոր հոգեբանա, ինչա, ես գլխով, Մադացյան կարծեմ, են որ Քոչարյանի իբր թե գրակետներից է, ցույցերի ժամանակ տեսել եմ 2700 պուլպուլակները որ կա, Արցախից եկած սերժիկների բուղեկը, այսեն սեղանի շուրջ ու ինքը բլատնեին նստած են ժարգոնով խոսում են, դրանք տարածեցին զոմբիաժեղ հասկացողությունը, իբր թե մենք հայ ազգը զոմբիաժեղ ենք, դրանց բենին էլ եկա, ահակին դեմը արանք ժողովուրդ ջան, հիմա նորից եմ հիշեցնում, ով հայ ազգի մասին տարածում է, որ մենք զոմբիաժեղ ենք, ստորագրվում է, որ ինքը հենց զոմբիաժեղ է, բայց հայ ազգը չունի զոմբիաժեղ, այդ զոմբիաժեղը հայախոս թլպատված և ուղեղից և ներկևից թուրքա ջվուդներց, ով գրի ժողովուրդ ջան, իմացեք, որ հայը չի, ես նոր ռոլիկ եմ դրե կարճ, որտեղ որ դոգի մերը գոռում է, որ թկած ունի Հայաստանի վրա, մարդիկ մտածում են, որ սիրտն էլած է պայտակ ասելա, ոչ ժողովուրդ ջան, հայ չեն, թուրքաջվուդ բոզեր են, մերու տղա, ես առանցին լայվ կանեմ, համպերեք ժողովուրդ ջան, ես հերտով գալիս եմ, ուրեմն անգամ Պարիս հերունին, ես իրան պոստը տարածել եմ, որ հայի սիրտն ինչքան էլ ելած լինի, հայերն իրար մեջ ինչքան էլ որ տարածայնության մեջ ելնեն, հայը երբեք
իրար չի ստորացնի, հայը երբեք հայ ազգը չի ստորացնի, հայը երբեք իրան հայրենիքը չի ստորացնի, որովհետև հայ ազգը դա դու ես, Հայաստանը դա դու ես, դու ինքդ քեզ չես ստորացնի։ Իմիջայլոց ասում է Հայաստանից, թքեմ ձեր Հայաստանի վրա, Հայաստանիդ վրա, ինք իրան չի նույնականացնում, ժողովուրդ ջան։ Սա հատուկ արվում է, որ աշխարհին ներկայացնեն, որ մենք մարտիկ չենք, կեղտ ենք, իբր թե ոնց որ Ռուսաստանում էլան ասեցին, ալկաշնյա пусть идет лучше մեռնի, քան մնացելա, հերոս կմեռնեն։ Սա հատուկ արվում, ժողովուրդ ջան։ Ռուս ազգին հայտարարեցին ալկաշու դուրս ընկած, սա իրանք են անում ռուս ազգանունի տակ։ Մեր մասին էլ խոսացին, որ զոմբիաժեխ ենք, որ աշխարհը մտածի, որ մենք ընդհանրեն ինչ որ ոչինչություն ենք, Ալիևն այնտեղ կիրտ ու գրակետ է, չէ՞, դե Նիկոլ ներկայացրել աշխարհին, որ կիրտ ու գրակետ է, որ կիրտ ու գրակետը զիբիլներից է իբր թե մաքրում, մարդիկ ծապտան եւ ամենակարևորը մարդը կռվում է նրա համար, ինչ որ ինքը սիրում է։ Մարդը չի կարա վատ բան սիրի, մարդը մենակ լավը կարա սիրի։ Մարդուն մենք սիրու համար Աստվածը աստվածային ուժ է տալիս։ Բոլոր մեր հերոսները, որ մեկին 20-ի դեմ են կռվել, մեկին 100-ի դեմ են կռվել, ժողովուրդ ջան, դա մենք սիրուց է, որ մարդիկ ելնում են պայքարի, Աստվածը տեսնում է, զորություն է տալիս ու հաղթանակ է տալիս։ Սա պատահական բաներ չի, ասեմ իմանաք դուք։ Մեր մեջ այդ բան ուզում են ներշնչեն մեր մեջ, որ մենք զոմբիաժեխ ենք, որ այսենց գեդինը բացվի մեջը մտնենք ամոթու, սկի մենք չբարձրացայնենք, մենք հայ ենք, որ խայդարակ չլնենք, ինչ որ մնաց, կռիվ տանք մեր հայության համար, ժողովուրդ ջան։ Սա դրա համար է արվծվում եւ հենց դրա համար են իրանք սկզբից ջարտուն ոգին իրանց թուրքա ջվուտներին հայտարարեցին դուխով, կուտ տվեցին, ելնեն ոտի, դուխով իրանց պիտի կուտ տային, որ իրանք ելնեն ոտի, հասկացաք, են շակալյը սվորը, հա, մենց քանակությամբ իրանք, երբ որ սախ իրարեդ են քանակով իրանք ոգևորվում են, իրանք ադին նադին երբեք չեն ելնի ժողովուրդ ջան։ Այդ դուխով հենց դրա համար էր տրված, մենք ենք տերը մեր երկրի, իբր թե ջվուտներն ու թուրքերն են տերը այս երկրի, որ ելնեն ոտի, ժողովուրդ ջան։ Իսկ մեզ տերերին, իսկական տերերին, մեր երկրի, մեր հայրենիքի, մեզ ներշնչում են, որ մենք զոմբիաժեխ ենք, որ մենք ամոթու իրան ուզածով ասֆալտին փռվենք, ինքն էլ մեզ պատից պատ ծեպել։ Պրիվետ տիբե, հասար բաճա հասար։ Ով ենք մենք իրականությամբ, ժողովուրդ ջան, ես հիմա ինքը որ խոսացել ա մոնղոլներ, բաներ են ստեղ ապրե, մենակ մոնղոլն ու թլպատված թուրքը պիտի ասի, որ ստեղ հայը չի ապրե, իմիջայլոց մենք ենք իբր թե առածացվել ստեղ, իմիջայլոց տարածվել ենք հանգարցակի։ Այդ որ ասեց արցախցիքն ինչի են միջև հիմա սաղ, ինչի են վիրավոր անգամ, ինչի չեն զոյվել, հետի գիտեք ինչ էր, որ ձեզ կոդորում եք դուք հլկակ, ինչի պիտի սենց լինի, էլ են ասուդեմ ուզում են հաղթել։ Հիմա ես ձեզ ցույց կտամ Արմեն Երանոսյանի վիդեորոլիկը, ժողովուրդ ջան, որ լսում եմ, գիտեմ մանկության ժամանակս հորս եմ լսում, տատուս եմ լսում, մորս եմ լսում, հայի տեսակն էսա, երբ որ ասելիք ունի, երբ որ խոսալու մեջ դու տեսնում ես, ոչ ֆալշ կա, ոչ նենգություն կա, հագցնելու բան ունի, պարզ գեղեցիկ խոսում է մեր հզոր լինելու մասին, մեր արկաներին, ով ենք մենք, ինչ ենք մենք, ի պատասխան
ի պատասխան ասողին, որ ստեղ մոնղոլների երգիրն է, հետո մնացածը ես կշարունակեմ, հայեր ջան։ Ես կպահեմ հեռախոսը։ 1045 թվականից հետո մենք Մի րոպե։ իր քարոզարշավի ընթացքում վարչապետը իր հետևանքներով շատ վտանգավոր մի խոսույթ մցրեց շրջանառության մեջ, այն է, որ 1045 թվականից հետո մենք կորցրել ենք մեր պետականությունը եւ այլևս պետություն չենք ունեցել մինչեւ 1918 թվական։ Եվ որ այս տարածքներում մշտապես ապրել են խառը ազգաբնակչություն, որտեղ գուցե եւ հայերը կազմել են փոքրամասնություն։ Սա չափազանց վտանգավոր խոսույթ է եւ ես սպասում եի, որ մեր մտավորականությունը եւ մեր պատմաբանների համույթը հերքող համատեղ հայտարարություն ունենան, բայց դա տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ այս խոսույթը ամբողջովին սուտ է եւ կեղծ։ Այդպիսի բան տեղի չի ունեցել։ 1045 թվականը սոց թվական է մեր պատմության մեջ, որովհետեւ այդ նույն թվականին Անի Շիրակի թագավոր Գագիկի համոզեցին տարան Բյուզանդիա, այնտեղ համոզեցին, որ նա հրաժարվի գահից, բանտարկեցին եւ բյուզանդացիները յուրացրեցին Անի Շիրակի թագավորությունը, որը ամփոփված էր Շիրակ գավառով եւ բնականաբար Անի մայրաքաղաքով։ Բայց այդ նույն ժամանակ Հայաստանում գոյություն ունեին եւս 4 թագավորություններ, որից 1046 թվականին Բաղրատունիների դինաստիայի մեջ ավագության կարգով Դավիթ անողինը ի հեճուկս Բյուզանդիայի համայն հայության պահանջով եւ մյուս թագավորությունների համաձայնությամբ ընդունեց Բաղրատունիների գերագահ իշխանությունը։ Այն է նա ստանձնեց Շահնշահ հայոց եւ վրաց Տիտղոսը։ Եվ այդ Տիտղոսը փոխանցեց իր որդուն Գյուրիգե II-ին եւ այն ժամանակ, երբ որ բյուզանդացիները արդեն պարտվել եւ գրեթե ոչնչացման եզրին էին սելջուկների կողմից, ապա այս նույն մեր հայոց արքան Գյուրիգե II-ը դրամ թողարկեց, որը հայոց Արտաշեսյանների վերջին թագավոր Տիգրան IV-ից հետո 1100 տարի անց առաջի դրամն էր, որը թողարկվեց հայկական պետականության անունից եւ դրվեց շրջանառության մեջ, որտեղ ոչ արշակունիները եւ ոչ էլ Անիի Բաղրատունիները դրամ երբեք չեն թողարկել։ Հայոց Բաղրատունիների Տաշիր Ձորագետի թագավորությունը 1045 թվականից հետո եւս 150 տարի գոյություն ունեցավ մինչև 1092 թվական։ Նույն այդ ժամանակը Սյունիքի մեր թագավորները, որոնք գոյություն ունեցան եւս 130 տարի 1045 թվականից հետո մինչև 1170 թվականը։ Հատկապես նրանցից Գրիգոր II-ը, ես Գագիկի տարիքը իզուր չնշեցի 20 տարեկան, որովհետև Սյունիքի Գրիգոր II-ը 13 տարեկան էր, որ ստանձնեց Սյունիքի գահը եւ 70 տարի թագավորեց։ Ամենաերկարը 5000-ամյա հայոց պատմության մեջ։ Իսկ 70 տարի շրջապատված լինելով թուրքական ցեղերով, պետություններով եւ իշխանություններով, 70 տարի կռիվ տվեց անզիջում, չզիջելով իր թագավորությունը։ 80 տարեկան էր, որ վերջին կռիվը մղեց Բաղաբերդի պատերի տակ, Երկուսյանների 100,000-անոց բանակի դեպ եւ ընդամենը 5000 զինվոր ուներ եւ հաղթանակ տարավ։ Մահացավ անժառանգ։ Եվ երբ որ պատմության ասպարեզից դուրս եկավ Տաշիր Ձորագետն ու Սյունիքի թագավորությունը, ապա պատմական ասպարեզ չանցած 10 տարի իջավ Զաքարյանների արքայատոմը։ Ես ասում եմ արքայատոմ, որովհետև հայոց պատմագիտության մեջ նրանց ճանաչում են Շահնշահ այոց, արքա հայոց, որովհետև Զաքարեն ժառանգեց Բաղրատունիների Շահնշահ Տիտղոսը, վիթխարի պետություն էին ստեղծել, Ջավախքից մինչև Խլատ, Էրզրումից մինչև Թավրիզ, 3 սպարապետ ունեին հայոց այս իրակալները, եւ վիթխարի իրանց պետությունը 60 տարի պահեցին աշխարհի տարբեր կայսրությունների դեմ անզիջում պայքարով, մինչև ավագ Զաքարյանի մահով նրանց պետությունը սկսեց անկում գնալ, բայց այդ պետության փլատակների վրա ճեցին եւս 3 հայկական պետություններ։ Օրբելյանների արքայատոմը 240 տարի իշխել է Հայաստանում, 1200-ից մինչև 1437 թվականը։ Ես արքայատոմ եմ անվանում, որովհետև Ստեփանոս Օրբելյանը նրանց ճանաչում է արքա հայոց,
Տիտղոս էր գրում Սմբատ Օրբելյանը, նրա գերեզմանակարին էլ գրված, մարդ, որը գնաց Մողոլիա, եւ մոլորակի, երբ բոլոր խոշոր տիրակալները հավաքվել էին Չինգիզ խանի որդու Մանգու խանի մոտ, որպես ինչ-որ ողորմությամբ շրագներ ստանային, այս մարդուն դուք պատկերացրեք, Խաղաղ օվկիանոսից մինչև Գերմանիա, Հուսային Սառույցյանից մինչև Հնդկական օվկիանոս ձգվող մողոլական կայսրության տիրակալը, նրան նշանակում է մողոլական կայսրության կառավարիչ։ Նա Կարակորում մայրաքաղաքի քաղաքագլուխն էր, խանի գլխավոր խորհրդականն էր, եւ 3 տարի կառավարելով մողոլական կայսրությունը նա խնդրեց խանին, որ ես էլ հայրենիք ունեմ, եւ իմ կարիքն ունի հայրենիքը, եւ արքայավայել, արքայական տիտղոսով եւ մեծ հարստությամբ վերադարձավ իր պետությունը։ Որդեր երկարակյացը 49 տարի իշխել է այն պետության վրա, որը իր տարածքով գրեթե չէր զիջում այսօրվա Հայաստանի Հանրապետությանը, 20,000 քառակուսի կիլոմետր։ Արարատյան դաշտ, Կոտայք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Քաշատաղ, Քարբաճար, Կովսական, ամբողջ այսօրվա Սյունիքը, Նախիջևան, պատերազմի դաշտ 25,000-անոց բանակ էր իջացնում։ Օրբելյանները իրենց պետության մեջ 2 հռչակավոր համալսարաններ հիմնադրեցին։ Որոտնավանքի համալսարանը եւ Տաթևի համալսարանը։ Ոչ մեկի չէին ենթարկում եւ ոչ մեկ իրավունք չուներ նրանց տիրույթը մտնելու, հարկ հավաքելու կամ որևէ գործողություն ձեռնարկելու։ Սրանք ամուր պետություն ստեղծող տիրակալներ էին, Պրոշյանների պետությունը։ Եթե 200 տարի իշխեց 10,000 քառակուսի կիլոմետր ձգվող հայկական հողերի վրա։ Պրոշմեցը հասավ այնպիսի զորության, որ մողոլները մոլորակի վրա ոչ մեկին չգտան արաբական խալիֆայության հետ բանակցելու եւ միայն Պրոշին ուղարկեցին, որը մտավ Բաղդադ եւ բանակցեց վերջին խալիֆի հետ։ Եվ երբ որ խալիֆը չլսեց նրան եւ չուզեց հարգել նրա խոսքը, նա ինքը գլխավորեց մողոլական բանակը եւ մեր դարավոր վրեժը լուծելու վերջ դրեցին 650 տարի ձգվող արաբական խալիֆայությունը։ Ակադեմիական քաղաք է կառուցում։ Քանի տարի է կառուցում եք այդ քաղաքը։ Ունենալով 30,000 քառակուսի կիլոմետր տարածքով երկիր եւ 3 միլիոն բնակչություն։ Այսպիսի հարստություն։ Իսկ Պրոշը իր 10,000 քառակուսի կիլոմետր ձգվող պետության մեջ հիմնեց երկրորդ Աթենք կոչվող մեր եւ օտարների կողմով Գլաձորի համալսարանը։ Թե ինչ տիտաններ տվեց մտքի այդ համալսարանը, որը 60 տարվա իր գործունեության ընթացքում դարավ թաղն ու պսակը, համեմատվելով Սոկրատեսի, Արիստոտելի, Պլատոնի համալսարանների հետ, որ երկրորդ Աթենք անվանեցին։ Բաչությանների պետությունը։ Այս 3 պետությունների անկումից հետո կձևավորվի արդեն 16-րդ դարում հայոց միլիքական պետությունները։ Իմիջիալոս միլիք նշանակում է թագավոր։ Սյունիքի միլիքները, Մելիք Հայկազյաններ, Քաշաթաղ, Քարվաճար, Ծղում։ Գրեթե 4,000 քառակուսի կիլոմետր տարածության վրա ստեղծեցին ամուր եւ զորեղ պետություն։ Մելիք Փարսադանյանները Բաղկում, Մելիք Շահումյանները Արևի գավառում, Մելիք Սաֆրազյանները Ծղուկի եւ Նախիջևանի այսօրվա Շահապոն կոչվող այդ տարածքներում։ Գեղարքունիքում Մելիք Շահնազարյանները, որոնք 200 տարի իշխեցին այնտեղ եւ դառան Երևանի խաների անհաշտ ճշտամիները, իրենց ամբողջ կյանքում պատերազմ վարելով եւ հաղթանակներ տանելով նրանց վրա, Լորբա Մելիքները։ Իսկ Արցախի պետությունը 1045 թվականից հետո Արցախը ստեղծում է 2 հզոր պետական միավորումներ, որոնք դարձան տարածաշրջանի դարակազմիկ պետությունները։ Դրանցից մեկը Վախթանգյանների պետությունը, որը որոշ պատմաբանների կարծիքով Հովհաննես Սենեքերիի կողմից էր հիմնադրվել 1000 թվականին, բայց հզորության գագաթնակետին հասավ թագավոր տիտղոսով կոչվող եւ որջրվող Հասան Ջալալ Դոլայի կառավարման տարիներին։ Եվ նույնիսկ Ղարաբաղի խանություն անունը դեռևս չկար եւ ոչ մեկի մտքով աշխարհում չէր ասնում, որ կարող է ծնվել այդպիսի մի խեղաթյուրված, ուրեմն անվանով պետություն, Պարսիկ շահերը եւ Շահ Աբբասը եւ Նադիրը Արցախը ճանաչել էին անկախ պետական միավորում,
Հատկապես նադիրը Արցախի տիրակալ Ավան Եգանին ճանաչեց Կովկասի տիրակալ։ 20 տարի Արցախի այդ մեծազոր պետության ղեկավարը Ավան Եգանը նրան ճանաչեցին Բեգլար Բեգ, իշխում էր ամբողջ Կովկասի վրա։ Վրաստանի թագավորն ու Երևանի խանը նույնիսկ ենթարկում էին նրան։ Խառը բնակչություն։ Ինչ խառը բնակչության մասին եք դուք խոսում։ 2024 թվականը ինչ թվական էր։ 2024-ին լրանում էր Երևանի ճակատամարտի 300-ամյակը։ 3 բար ձեր քաղաքապետը չարտասանեց։ 3 բար դուք չարտասանեցիք։ Այլին ճակատամարտը համաշխարհային պատմության մեջ հանդիսացել է խոշորագույններից մեկը։ 30 օր այգի մշակող, առևտրական եւ կավե կճուճ սարքող երևանցիները կռվում են աշխարհի ամենազորեղ բանակի դեմ, 80,000-անոց թուրքական բանակի դեմ։ Թուրքերն այդ ճակատամարտում տալիս են 20,000 զոհ։ Երևանցիները, որոնք ըստ ձեզ խառը բնակչություն էին, փոքրամասնություն էին, ինչպես կարողացան 30 օր կռվել թուրքերի դեմ, եթե Երևանի բնակչությունը թուրքեր էին։ Ազգի դժբախտությունը գալիս է նրանից եւ կորցնում է պետական պատմական հիշողությունը, որովհետեւ ազգը իր զարգացման բարձրագույն աստիճանին հասնում է այն ժամանակ, երբ ստեղծում է պետություն։ Իսկ պետության ֆունկցիան դառնում է տվյալ ազգի ավանդույթների, պետական հիշողության, պատմական հիշողության եւ մշակույթի պահպանողը, որի հովանու տակ այդ մշակույթը անասելի զարգացածության է հասնում։ Իսկ մենք ինչ ենք անում։ Դատարկում ենք մեր պետական հիշողության ուղեղը։ Իսկ դատարկ տեղը մշտապես կգա կլցվեն ուրիշները։ Ինչպես հարևան պետության ղեկավարն որ ասում է 18 թվականից առաջ այստեղ պետություն չի եղել հայկական եւ երբեք հայերը տեղաբնիկներ չեն։ Զարմանալին այն է, որ կանգնած հայ ժողովուրդն էր ծափահարում եւ ասում այո այդպես է եղել։ Եվ կկորցնես քո պետական հիշողությունը, միշտ հիշի պետություն չունեցողները քո պետության վրա կստեղծեն այդ պետություն։ Աստված մեր պետությանը պահապան։ Աստված մեր պետությանն էլ պահապան, մեր ազգին էլ, մեր լավագույն հայերին էլ, ժողովուրդ ջան։ Հիմա լսեցիք, որ թուրքերը ստեղ չեն ապրել, ապրել են հայեր։ 24 թվին, 2024 թվին եղել է Երևանի 300-ամյակը, որ երևանցիները հաղթահարել են 80,000-անոց, կարծեմ ասեմ, թուրքի բանակի դեմ կռվել են, 20,000 զոհ են տվել, մի ամիս մարդիկ կռվել են։ Այսինքն երևանցիները, սովորական, առևտրականները, ռանչպարները, ժողովուրդ ջան, գյուղացիները, սովորական այկեբանները կռիվ են տվել ռեգուլար բանակի դեմ, սենց ասեմ։ Ժողովուրդ, այդ թուրքերը դարձել են հայախոս թուրքու ջհուդները։ Երբ որ ասում եմ թուրք, իմացեք, որ դրանք ջհուդներն են։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, ովքեր են մեր դեմ իրականությամբ կռվում, ժողովուրդ ջան։ Սա ջհուդ կանայք են։ Նայեք, տգլոր, էս են իրանք։ Մեր դեմ կռվում են սրանք, ովքեր որ ուզում են մատրիարխատը իշխի աշխարհը։ Այսինքն Աստծուց առաջ են ընկնում, սատանեն ա, որ ելել է Աստծու դեմ, ուզում է իշխի աշխարհը։ Առաջի ներկայացուցիչը հիմա Հայաստանում այդ մատրիարխատի էսա հեռատոնը։ Նայեք նկարները, ժողովուրդ ջան, Կամասուտրայի նկարները, կներեք ինձի 1000 անգամ, կներեք ինձի 1000 անգամ, այսա։
Սա նույն ջհուդների ներկայացուցիչն է։ Սա Ալեն Սիմոնյանի մերն է։ Նայեք։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի մերն է։ Այս երկու կռիսին տեսնում եք, Էրդողանի կնիկն է, Նիկոլի կնիկն է։ Նորվա Կամասուտրայի ֆոնի վրա նստածն է։ Էսի դե Լևոն Տեր-Պետրոսյանի կարկառու դեմքն է, որ Ռուսաստանից խոսում է իբր թե հայ վաստակավետ, իրականությամբ ազեր ժողովրդյան հայ ազգանունի տակ, որը մենք ռոլիկը տարածում ենք, խոսում է, որ ռուսների ու պարսիկների ցիվիլիզացիան ազերներն են ստեղծել։ Մենք այդ ռոլիկը տարածում ենք հայերովս, այսի։ Այս քյաչալը տեսնում եք կարակոյունը, այսի։ Որ տարածում է ինք իրան մասին, որ ինքը հին թակավորական հայերի տոհմերից է, այս Ղզոֆլանը, նայեք, այս Ղզոֆլանը, որ Պարսկաստանում ինքը համարվում է ամենասիրուն հայ կինը։ Ջհուդը 1948-1950 թվի ջհուդը, որ ապրել է Հայաստանում, ժողովուրդ ջան, հենց այս նկարը տարածեցինք, Վիկիպեդիայից արագ ձևով հանեցին, փոխեցին նկարը։ Էսա ջհուդը, էսա, էսի սրանք 70 թվականներին 64 թվին կարծեմ Ալիևը որ գալիս է իշխանության, արդեն բերում են իրան իշխանության, շրջաններից սկսում են այսրանք գալիս լցվել Բաքու, այսրանք ժողովուրդ ջան։ Նայեք ինչ կանով, նայեք պրոտոտիպին ինչ կանա նման, չի տարբերվում, ուղղակի մի քիչ Մոսկվայում սենց լավ են պահում, դիզայն են ստիլիստները տալիս, նայեք, իրարից բացարձակ չեն տարբերվում։ Սարկել են կիրտ ու գրակետ։ Սրանք են, ժողովուրդ ջան, մեր դեմ կռվողները, էսի ուրեմն 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի նկարն է, որ այս կարակոյունները մտնում են մեր Արցախ, Իրանի կողմից, քոչվորները, էսա, նայեք, այս սրանք են ժողովուրդ ջան։ Բերեցին սովետ մծրեցին, խար ամուսնությունները սկսեցին, այսինքն Իուդայի զավակները սկսեցին առնել Քրիստոսի զավակներին, ծնվեցին ջորիներ, որ են որ ասվում է պրիդուտ at нашего имени գկանիմ անունից, այս ջորիներին օգտագործելով սատանեն, ինքը մեր դեմ կռիվ է տալիս։ Դե հիմա տեսեք, սա այս նկարը, մի րոպե, էսի Ղարաբաղ նեգած ազերներն են, քոչվոր, նայեք, յուրտան, իրանք, նայեք, տեսնում եք, լավ նայեք։ Սրանք եկել են 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում, այս երգիրը, որ արդեն 5-րդ դարում արխիտեկտուրնի, սարուժենի, ոչ պատյոմնի կրանտ կար, որ չգիտեմ ինչ կար, որ բայրակտար կար, բարձր տեխնոլոգիա կար, սարերի գլխին հայերն արդեն կառուցում էին արդեն այս եկեղեցիները։ Մեր դեմ կռվում են այս սրանք ժողովուրդ ջան։ Ու այս քոչվորները սովետը որ ասեց թող արածացեն իրանց ոչխարները, ընդհանուր է պետությունը, իրանք իրանց ոչխարներից բետար արածացվան, սովորեցին հայերեն լեզուն ու տարածվեցին հայոց հողի վրա։ Այս սրանք են ժողովուրդ ջան, այս սրանք են,
Սրանց ներկայացնում են իբր թե հայոց մտավորականներն են։ Նայեք, այս սրանք են, ժողովուրդ ջան, ուղագի էս տրուսիգը գլխին քաշողին, նստացրել են թանգանոց ջիպի վրա, երբ որ պետքա կոստյում են հագցնում, գալուստուկ են կապում ու ներկայացնում են որպես կիրթ ու գրագետ։ Այս սրանք են, նայեք, այսը, աչքերի մեջ բան չկա, տեսնում եք, հայը եթե խոզին էլ բտի, հադուկ բտման տակ տնի, կներեք, այս չապսերի, ինչքան էլ խոզի տարածքը պակսացնի, որ էներգիան քիչ ծախսի խոզը, այս չապսի խոզ մենք չենք կարա ստանանք հայեր ջան, նայեք, էսի իրանց ալլահաշուքյուրն է, էսի իրանց ոժձն է էնդեղի, տեսնում եք, պաշտպանության նախարարն է Հայաստանի, ընդամենը 2 տարի առաջ, սոված սատկում էր, մի րոպե, ժողովուրդ ջան, տվեց ալլահաշուքյուրին անցավ, այս, տեսնում եք աբականում համարա, այս սրանք քոչվորները դարձել են հայախոս, գալստուկները այսենց նայեք կապել են, այսենց, վերևն աստվածն էշն ավելի խելացի է, եթե սարերի մեջ ուզեցել են ճամպա ստեղծեն, էշին են բաց թողել ժողովուրդ ջան, էշը գնացել է, այս քարերի միջից, Վայեննո-Կավկասկո-Գրուզինսկու դարոգու, այսենց են, էշին են բաց թողել ժողովուրդ ջան, որ ինքը ճանապարհը ցույց է տվել, անվտանգ ճանապարհը սարերի մեջ, սրանք սկի դալ չեն կարողանում անել, սրանց գործողությունը տեսակ, պարադը կապիտուլյացիա եղած զենքով ցածրնայող, դաժե սենց չի է, քիչ ասենց չի, սենց էլ չի, այս սենց, հանցնվել ենք իբր թե հայերս, այս սրանց, մի հատ էլ են նենց իրանց թուրք թլպատվածին զեկուցում էր, հիմա կարտամ այս 2 կերպարի մասին ժողովուրդ ջան, այսի, մի րոպե, էսի Ադրբեջանում էր, էսի Արցախում էր, ովքեր են, նախկին կառավարիչ Գևորգ Աչեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, բա որ իմանաք, որ էս մեր ադրբեջանահայ գեներալ Արցախի ներկայիս ԱԱԾ-ի պետը Կամո Աղաջանյանը եղբայրն է, խոչեք խառնվելու իրար, սա իրանց արտաքին գործերի նախարարն է ժողովուրդ ջան, Ադրբեջանում, էսա, այսի, էս էլ Աղաջանյան Կամոն է, Արցախի ԱԱԾ-ի պետի պետը, գնացինք առաջ, էսի Ղարամանյանն է, նախագահ, այսի, են որ իբր տվեցին, ծխեցին, էդ ռիտուալ էր ժողովուրդ ջան, մասոնական, աչքին որ խփում են, իրանց ստատուսն են, ստեպինն են բարձրացնում, իրանց արած, սատանուն նպաստ գործողությունը, որ անում են, իրանց մասոնական ստատուսը բարձրացնում են, էսի Արցախի հիմավա Շախրամանյանն է, էս էլ իրան աղբերն է, ժողովուրդ ջան, Ադրբեջանի արտաքին գործերի նախագահ, իմիջայլոց Նիկոլի ռյուկզակը 18 թվին, որ հետևից կրում էր, իրան անձնական պահակը, ախրանիկը, պարզվեց, որ Բերտում այդ մի քանի ամիս, որ նստած է եղել մարտի 1-ի համար, իրան անձնական կլյուչնիկն է եղել, երբ որ նկարները դրեցի, որ տոչնը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Մամեդյարովի դուբլիկատն է,
կասկածում են, որ Հարազադա Մամեդյարովին վրաս փոխեցին, ժողովուրդ ջան, որ 20 տարուց կարծեմ ի վեր արտաքին գործերի նախարարներ Ադրբեջանի, Նիկոլի ամիջապես ախրանիկներ։ Իմիջայլոց Նիկոլը, ոնց որ այս հենց խնձորը կիսես, Ադրբեջանի կյանքի խոսքի սեկտայի ղեկավարի դուպլիկատն է, էդ էլ իմացեք։ Էսի Սերժիգնա, որ ագնոց բան դրել են, պրիչոսկեն սարկել են, Արցախի Արտուր Մկրտչյանին, Քորլևոնի կնգա հրահանգով, որ սպանեցին, որ ինքը խոսացել է, որ սա հրյաների արած շարժումն է Արցախի վերաբերյալ, դրեցին սպանեցին, նայեք Սերժիգի կերպարը ոնց են նմանցրել, ինչի հիմա ագնոցներ չի դնում Սերժիգը, նմանցրել են Արտուր Մկրտչյանի հետ, որ հայերը ենթագիտակցաբար Սերժիգին ասոցիացնեն Արտուր Մկրտչյանի հետ, նայեք իրան կողքի կայնած զինվորականները Սերժիգի, էսի Սերժիգն է ժողովուրդ, նայեք ռոժները, ստեղ հայ չկա, սաղ թուրք են, էս էլ գորբագորնա, Գորժ գայլերի նշանով, հեղափոխությունից հետո, երբ որ գնացին Եռաբլուր, ես տեսա զարմացա, Գյումրեցին, զինվորական, դրբով, պլաշով, ռեմենը փորին կապած, գրաժդանսկի, ու սև շլապով, ժողովուրդ ջան, ոչ Գյումրեցու համար, սովորական հակուստ, խազարը, նույն ջվուդնա, հասկացակ, ես էլ գրելա, նայեք իրան թուրքի հետ նկարված, գորբագորը, որ խապում էր, հաղթելու ենք, հաղթում ենք, հասնում ենք Բաքու, պետականություն է բարձրագույն և անքննարկելի արժեք, կեցե Հայաստանի Հանրապետության պատիվ ունեմ, պարոն վարչապետ, ժողովուրդ ջան, Նիկոլ են ընտրում, Քոչարյան են ընտրում, Սերժ են ընտրում, Պուտին են գովում, Տրամպ են գովում, Մակրոն են գովում, շատ կարճ, աբացույց բերեմ, որ սա ջվուդների կռիվն է, թուրքը, քուրդը, ազերը, ժողովուրդ ջան, իմացեք, որ դա նույն ջվուդն է, խորամանկ ձևով թաքնվել են մուսուլմանության տակ։ Երբ որ հայտարարեցին կորոնավիրուս, երբ որ սկսվեց այդ ֆաշիզմը, առաջի օրվանից կռիվ եմ տվել։ Բոլոր պետությունները ենթարկվեցին համաշխարհային առողջապահության կազմակերպության ՈԶ-ին։ Փաստորեն ըստ իրանց օրենքների, միջազգային օրենքների, եթե ՈԶ-ը հայտարարում է պանդեմիա, սենց բար գոյություն չի ունեցել, եղել է էպիդեմիա, աչի գով է, մի շրջան, մի քաղաք, չգիտեմ, էպիդեմիա, այսինքն համաշխարհային, աշխարհում է տենց բան չի եղել, փակեցին ամբողջ աշխարհի տրանսպորտը, փակեցին բոլոր երկրները, փակեցին Հայաստանը աշխարհից, Արցախն էլ փակեցին Հայաստանից եւ մտցրեցին կորոնաֆաշիզմի դեմ, իբր թե կորոնայի դեմ պայքարը գնում, բոլորին ձրի սրսկում էին, Պուտինն ասեց, վակցինացիա դոբրավոլնայա, ես եմ լսել վիդեոն, նույն պահին թեկվավ մամուլի աշխատողներին ասեց, դուք պիտի անեք ամեն ինչ, որ մարդիկ կամավոր ուզեն վակցինացիա անեն։
մարդկանց վրա ազդել։ Ահա, վախը սկսավ ներշնչվել, ժողովրդին էլ սկսեցին արգելել աշխատել, առանց վակցինացիայի ժողովրդին կոխեցին վակցինացիայի տակ։ Հիմա արդեն, եթե մեր նման մարդիկ աղմուկ չբարձրացնեն ժողովուրդ ջան, իմացեք, որ այդ վակցինացիան 100% ժողովրդին ամբողջ աշխարհին, իրանք ամբողջ աշխարհին վակցինացիա կանեն։ Մասկեկը ծախում էին փողով, վակցինացիան մեր մասին էին մտածում, ձրի էին անում։ Ահա, հիմա, եթե ապացույցված է արդեն լավ, այդ ընթացքում մարդիկ ֆորս մաժորային սիտուացիայի մեջ ընկան, ֆակտոր неожиданности աշխատեց, կարողացան այդ կան բան անել, հիմա խո բոլորը գիտեն, 200 քանի դիագնոզից ավելացել է վակցինացիա ընդունելուց հետո, մարդկանց մոտ ինչքան պաբոչնի էֆեկտներ է տվել, մահաբեր պաբոչնի կամ ինվալիդ դարձնելու։ Հիմա, երբ որ ապացույցված է, որ կորոնան ոչ թե հիվանդություն էր, այլ ջվուտներով ստեղծված աշխարհի հանդեպ եղեր ու բոլոր երկրների ղեկավարները ենթարկվեցին այդ օրենքին, ովքեր են իրանք, ժողովուրդ ջան, մեզ պաշտպանողներն են, թեկուզ Պուտինը ռուս պաշտպանող է, թեկուզ Նիկոլը հայ պաշտպանող է, մնացած ոչ մի բանից հիմա չխոսամ։ Տրամպը, որ έλավ խոսած իբր թե ինքը վակցինացիայի դեմ է, Ամերիկայում սաղից շատ են վակցինացիա արվել, ժողովուրդ ջան, հիմա, էսի ոզի ղեկավարն է, էսա, նայեք, կոստյումով, բանով, սենց լուրջ մարդու տպավորություն, էսա ինքը իրականությամբ, գույնավոր տրուսիկով, ստոպ կադր եմ արել, ժողովուրդ ջան, գույնավոր տրուսիկով, իրանց այս սատանիստական օրգիաների մեջ, ստեղ կարծեմ ավելի պարզ է երևում, էսա, իրոք է, ձեզ ցույց տամ, էսա ինքն է, այսինքն Պուտինով, Նիկոլով, բոլոր պետություններով, Տրամպով, բանով, սաղ ենթարկվեցին այս տրուսիկի հայտարարված պանդեմիայի։ Իմացեք, բոլոր երկրների ղեկավարությունը, ընդհանուր քաղաքական դաշտը, նույն Քոչարյանը, Էլան ասեցին Իրան փաստաբանը, սահմանադրական դատարանի փաստաբանը, Էլավ խոսած, որ ցիֆրովիզացիա միդիցինի դա անհրաժեշտություն է, ժողովուրդ ջան։ Այնենց որ բոլորը ամբողջ քաղաքական դաշտը դուք տեսնում եք ինչ որ մեկը հայ ազգի պատիվը բարձր պահի, հայ ազգի շահերը պահի, հայ ազգի կյանքի պայքարը տա, չկան, մեկը մյուսի վրա քցելով խաղա դա, հիշում եք իմ թայ ժողովուրդը, ով որ իմ թայն է, կհիշի 90-ականներին 3 հատ մատնոց, շուլերները նստում էին, գումարը մարդկանց ներքաշում են խաղերի մեջ, մենց գումարներ էին դնում, շարիկ էին դնում, ու իբր թե պիտի հասցնես իմանաս, որ բանի տակն է այդ շարիկը, մարդկանց խապում են, ոչ մեկի տակն էլ շարիկ չկար, մանիպուլյացիայով այդ շարիկը իրանք անհայտնացնում են, որի վրա էլ սխմեն, որ մատնոցի վրա դնեն, տակը բան չկար, ժողովուրդ ջան։ Նույն պոլիտիչսկի մատնոցն են խաղում և Հայաստանում, և ամբողջ աշխարհով մեկ, ումն էլ դուք ընտրեք հայեր ջան, դա այս տրուսիկովներն են, այս ծաղկավոր տրուսիկովներն են,
որոնք ենթարկվել են եւ ենթարկվելու են համաշխարհային չերևացող կառավարությանը, որը սատանիստներն են կազմել, Կոմիտետ 300 ժողովուրդ ջան, Կոմիտետ 300 սատանիստների, մասոնների, իլումինատների կոմիտետնա, ինչի հենց Կոմիտետ 300 մեր Հայկը երբ որ Բելին սատկացրեց, ինքը 300 հայ հարազատներին վերցրեց, եկավ Արարատի լանջերին։ Ինչի բոլոր հոդվածները իբր թե Քոչարյան են դադում, սրան են դադում, նրան են դադում 300 ադի։ Բոլոր հոդվածները 301 հոդվածով պունկտես, պունկտեն, պունկտես, պունկտեն։ 301, 300 հայ, Հայկ Նահապետն էլ վագլավ է։ Հասկացաք ժողովուրդ ջան, սրանց կռիվնա մեր դեմ։ Սրանց կռիվնա մեր դեմ։ Հիմա ձեզ ուրիշ բան ցույց կտամ, ժողովուրդ ջան։ Ուրեմն հիշում եք, ես որ գնում էի Արցախ գալիս էի շուտ-շուտ գործերով, ուրեմն գարադոկներ են սարկում, Լաչինի բան այդ կողմերը, սպիտակ շենքեր կարմիր կրշներով։ Հետո Ջանիբեկյանի տղեն Մանեթ Հանդիլանի հետ Արցախը հանձնելուց հետո հայերից փող էին հավաքում, իբր թե այն նորվա փախած Արցախահայությունը վերադառնում է Արցախ, իրանց համար տներ էին կառուցում, գիտեին, որ պիտի հանձնեն, սարկում են թուրքերի համար, ժողովուրդ ջան։ Ինչի համար Ալիևը միանգամից չի տանում թուրքերին, ձև են թափում, որ այսքան տարի ինքը այնտեղ շինարարություն է անում թուրքերի համար, փողերը դուրս գրեն զղթկվեն, համ էլ իրան հերոս ներկայացնի, որ ինքը այսքանի տարվա մեջ տեսեք, ինչ ինֆրաստրուկտուրա է կառուցել, ճանապարհներ են սարկում, մոստեր են սարկում, թունելներ են սարկում, չգիտեմ ինչ, սաղ սարերով, ձորերով մամաները լացացրել են, գոյություն ունի գեադեզիա, գիտություն, որ պիտի իմանաս, որտեղ ինչ կարելի է քանդել, որտեղ չի կարելի քանդել, բոլոր Բաքվի ինժեներները, ճարտարապետները եղել են հայեր, մինչև Ալիևի գալը, 50 թվականներին հայերին, որ արդեն պաշտոններից զրկեն, թուրքերը գան լծվեն, հայերին պարտադրել են յան ազգանունը պիտի փոխեք ով չի ուզեցե ով դառնա, իրանք թողել են պաշտոնները, ստիպված եկել են Հայաստան, ժողովուրդ ջան, դա արվելա, որ թուրքերն ու ջվուդները գրավեն այդ պաշտոնները գրավին խոխելք չունեցան, հայերն ու ռուսները, հիմնական հայերը, մնացին գլխավոր հաշվապայի դերում, ինժեների դերում, սաղ մենք անում ենք, իրանք ստորագրում են, փողերը զղթկվում են, դենգի իդուտ նավերխ, ասեմ իմանաք, ով որ սովետա գովում, ժողովուրդին 450, 550 աշխատավարձ էին գրում, 100-150 ռուբլի փող էին տալիս, մնացածը պրարաբները հավաքում են, դենգի իդուտ նավերխ, Իսրայելը սենց է կառուցվել, ժողովուրդ ջան, դենգի իդուտ նավերխ, հիմա, պատրաստի քաղաք մեզ մորտեցին, սպանեցին, գիտեն թե որ վերցրեցին, պիտի կարողանան վայելեն, աշխատացնեն, սենց կոպիտ ասեմ էլի, ստեղծեն, ստեղծագործեն, ավելացնեն, ձեզ հիմա ցույց կտամ Լաչինի վիճակը։ Rayonunun Karakeşkendi'nin 245 sayılı kasabasıdır. 10 gündür ki bu vəziyyətdəyik. Gedirik Laçın rayonunun icra hakimiyyətində rəhbər işçilər bizə deyir ki, bizim səlahiyyətlərimizi alıb Ağcabədi rayonuna veriblər. Ağcabədi rayonundan da bizə heç bir kömək eləmirlər. Bütün evlərimiz qalıb suyun içində, evimizə gedib girə bilmirik. Vüsal müəllim, səndən artıq dərəcədə xahiş edirəm, buraya bir dəyişiklikdir. Vəziyyətimizlə də maraqlandır bizi.
maşın versinler, bizi buradan götürsünler. Burada bizim vəziyyətimiz çok acınacaqlı vəziyyətdədir. Su sapotla yukarı çıxır, evlərimizə hərəkət eləyə bildirib, uşaqlarımız suda batır, məktəbimizin ağzı bağlanıb, məktəbə uşaqlar gedib gəl. Ջրի մեջ կորածը իրանք փորձում են ներկայացնել, որ անձրևներից է ժողովուրդ ջան, չէ։ Սաղ, որ քարուքանդ են արեն, դեղ վայենի բազաներ են կառուցում, բան են անում։ Սաղ բնության մաման լացածրել են, բնությունը իրանց արդեն ռադայնում ասու գործնա, ժողովուրդ ջան, լցվել է սաղ տեղ ջրերով։ Հիմա ձեզ մյուսը ցույց կտամ։ Հիմա ձեզ մնացածը ցույց կտամ, ժողովուրդ ջան։ Նայեք ինչ էր կատարվում։ Հարամը գալիս է հալալն է տանում, ժողովուրդ ջան։ Ուրեմն, ես մի վիդեոն էլ ցույց տամ, որ իմանաք մեր դեմով է կռվում, որ մենք հիշենք, մենք ով ենք, ժողովուրդ ջան, մենք ով ենք, ելնենք այս կեղդերից, մեր երգիրը մաքրենք, ինձ բոլորը հարց են տալիս, Մագդա Սաղին վարկաբեկում ես մի հատ հայի մատնանի շարացույց տուր, որ կարան գնանք հետևից։ Ժողովուրդ ջան, վարկաբեկել դա նշանակում է լավից, հա, ճիշտ եմ հասկանում, վատը խոսալ։ Մագդան լավից վատը չի խոսում։ Մագդան այդ վատը, որ թաքնվել է լավի տակ, ցույց է տալիս, չադրեկը հանում է, ասում է սրանք են, որ Նժդեի մոտ եկան խեղճծած, թե մեզ փրկիկին ենք, Նժդեն իրանց զիջեց, տղամարդկություն արեց, չադրի տակից պիստոլետով Նժդե են խփում։ Մագդան ցույց է տալիս, որ սրանք ոչ թե լավն են ու Մագդան ցեխ է լցնում, Մագդան ցույց է տալիս, որ սրանք նույն կեղդերն են, լավի տակ են մտել։ Մագդան դա է անում, ժողովուրդ ջան։ Նայեք այս վիդեոն։ Önce oradan başlayalım. Çekirsin sırsan ben. Burada yaşayan insan var. Գիտեք ինչ ա կորում։ Ասում է ստեղ աբրողներից մարդ կա, իրանց թուրքն է։ Yoksa her biriniz yani başka sözlerden de sosyallaştıracak istemiyorum. Çıkın göre. Hay millet. Gelin hanımlar yanıma. Bakın çok xahiş edirəm. Bu videonu görən, bilən, blogerlərin səhifəsində Ասում է կանայք արեք, ես տեսեք ես վիճակը, բլոգերներ խնդրում եմ տարածեք, գիտեք ինչ են անում։ Զիբիլները բալկոններից խծում են ցած, որ ընկնում է գետնին, որը ծառներից է կախված։ Ես ապրում էի մի ժամանակ 6 տարի ամերիկյան համասարանից վերև աջ թևի վրա, նորակառույց շենքեր կան, 6 տարի վարձով այդտեղ եմ ապրել, ժողովուրդ ջան, կառավարության հետև, գարաժի հետևն անգնում, տնից դուրս ես ելնում, մի ճանապարհա մուսորկեկը դրած են։ Ես զարմանում էի, որ պատուհանից տեսնում էի, ձորը սեն ցիլաֆանով զիբիլ են խծում։ Ասում եմ ոնց կարա հայը Նամանավանդ ոնց ելնի տնից մի հոգի դուրս է ելնում, ճանապարհին այդ զիբիլը խծի, 10 մետրից են յան զիբիլի բակերն են, դու մի ասա հայախոս թուրքերն են, ժողովուրդ ջան, հայախոս թուրքերն են, որ տարածեն հայերն են կեղտոտ, նայեք, Çok paylaşımlara baxırsınız, bəyənirsiniz, ancaq yemək, içmək düşünürsünüz. Bəli, mən bunlar kimi geyinmişəm, bu xanımlar, bu atay kimi. Ayıb deyil, eyni vaxtı deyirsiniz ki, ay böyüyə hörmət yoxdur, ay
kişiyə hörmət yoxdur. Nə olar ki 500 manat pul üçün çıxırlarsa, siz yolka bəzəyiblər. Bir buna baxın, əsəbimdən yolka deyirəm. Yiyinlər, kloku zibil klokunu göydən aşağı. İndi buna bax, soqları içiblər. Aha, mən indi, siz paz edin, mən əcəyini gətirin. Լսում եք, Բեյնով ասում են հեյվաններ են սրանք։ Բեյնով ասում է ամոթ չունեք, ուտում եք վերևից քծում եք, 3-5 մանատ փող ենք աշխատում, գալիս ենք ձեր կեղդեր, կվարտիրաներ է ժողովուրդ ջան։ Կվարտիրաներ է։ Ay eşek, atın yere düştü. Bence buraya o zibil kap getirerek ona yık ha. Allah kimlerdi siz bilmirsiniz. Böyle görmüşsünüz. Beni. Burada yaşayan hayvanları tanıyan varsa zahmet olmasa kim? Kimdi burada yaşayan hayvanlar? Tanıyan var? Bak bu zibilleri yıkıp atarıp kulaklarını, kulaklarını. İğneyle bildiğimiz var. Şeyleri eşek, adam değiller. Eşek. Yani hayvanlar. Գիտեք ինչ են ասում։ Հեյվանlar դիլար, ադամ դեյլlər։ Ասում է հեյվաններ են, մարդ չեն։ Իրանք իրանց թուրքերի մասին քաղաք են եկե ապրում են։ İnsanlıklar yoktu, insanlıklar Benim yoktu. olsun gelin beni çek. Oraya gelin. İnsan değil, de insan değilsin. Ինսան գիտեք ինչ է։ Մարդ։ Ասում է ինսան դեյլlər, մարդ չեն։ Köyleden çıkmış, köyleden. Tamam, siz de başka blokları açın. Köyleden çıkıyor, köyleden. Ay Allah, bu gene benim qabağıma çek çıksın, ne olar? Siz de oldu mənə göstərin. Gerçekler burada. Aha, açın, açın. Gerçekler burada. Markette, onlar market. Marketli içine karıştırın. Ben size bir şey diyeyim, ben marketten de tapa bilərəm. Polisin əliyle aparırsan, polise xahiş edirsən, kameranı açtırır ve bunun başka yolu yoktur. Biz bunlara ceza ödetmeliyiz. Böyle olmaz. Kızım, olmaz. Qapılarının ağzına tökməliyik. Qapının ağzına tökməkdən... Գիտեք ինչ է ասում։ Զիբիլը բացում է, չեկը հանում է, գտնում է զիբիլի միջից։ Ասում է սուպերմարկետներից առևտուր արե, այս չեկով դիմենք ոստիկանությանը, տեսնենք կամերաներով, ովքեր է առևտուր արե, որ գան գտնեն զիբիլ թափողները ով են, այս կարակոյունները կվարտիրաների մեջ նստած, զիբիլները վերևի ծառների, բաների, ասում է տոնածառի նման կախել են, որ տեսնեն ովքեր են։ Başka bilirsiniz necə, bunlar köhnə bazarlıqlar deyil. Bakın bu klokları biz götürüp, çiften şekillerini çekip, hemen insanları tapıp, heyvan olduklarını göstermeye lazımdır. Buyurun çekin, çekin, problem yoktur, bizim hoşumuz olar. Çekmiş çekebilirsiniz, rahat çekin. Çekin ya, korkursun, korktuğumuz var. Çekip kullanmıyorum hanım. Kullanmıyorum onu. Yo, burada ne çoktu, indi üz üstürüm. Buradan bir tane çek takardım daha. Yeminle bu değil. Bax gedirsən, bu yeməyi hardan sifariş verib zəhərlənibsən, oradan, onun o zəhərləndiyi yerdən, onun şəklini götürürsən, gətirirsən. Bax belə olmaz. Baxın bunlar hamısı gözdən gəlir. Yazınız gəlmir və ana deyirsiniz, bacı deyirsiniz, qardaş deyirsiniz, qadın deyirsiniz. Xanım bura gəlin, xanım bura deyin də nə olar? Tam tersi de atırlar. Her şey yapılır, Her her şey. Ayak yoldan ne şeyler atılan yere. Çirkin zibiller. Adam dikkat ediyor herhalde. Binamın arkasındadır. Hamısı. Benim de binamın, başka işçimin de binasının. Daha sonra deyirsiniz ki, jektidən mənzil diye, siz yaxınlaşın ve siz başka ne diyebilirsiniz? Niye? Bak sizin de nədiyinizi görün, pek sizin yok. Önce oradan bak. Karakoyun Paşaev. Gördün senin milletini ağzıvı.
Gördün insan yoktu, adam yoktu. Birca zibilsiz. Erratto, Փաշինյան, ժողովուրդ, հայեր, այս ինչ վատ բաներ մեր երկրում տեսնում եք, այս ինչ վատ բաներ մեր երկրում կատարվում է, այդ մուղամ կլկլոցները, այդ ռաբիզները, այս սուտի գողականները իրանց դրել են լավ տղուտեր, չգիտեմ ինչ, այս սաղ ինչ որ դուք տեսնում եք, այդ ցրետելինա, այդ բանա, այս ամեն ինչը, այս իրան ասած մոնղոլներն են, վախենում ասի Ազերջևուտ, ասմա մոնղոլներն են ստեղ ապրել, ժողովուրդ ջան, սրանց սատկացնել ընդամենը մի քանի օրվա գործ է, դեր 300 տարի առաջ Արմեն Երանոսյանը պատմեց, որ ընդամենը ռանչպարներով, առևտրականներով 20,000 թուրք են ջարդել մի ամսվա մեջ Երևանի տարածքում Ենենց որ մի քանի լեշ որ փրվենք, մնացածը այսենց հերդ կգրվեն, են որ ցույց են տալիս է, կապիտուլացիայից հետո այրապորտը 6,000, 60,000, չգիտեմ քանի հազարի պրտե հայերն էին փախնում, չէ, իրանք են, ստեղի դավաճանության գործը արեցին, գնացին արդեն Եվրոպաներն, Ամերիկաներ, բան, որ պրապագանդեն տանեն, որ հայերը ձիզիրծիր են եղել, փախել են, չեն կռվել, էս են արել, են արել, գնացին այդ գործն արդեն Հայաստանից դուրս անեն, հայերին ներկայացրեցին, իբր թե հայերը փախնում են։ Հասկացաք հայեր ջան, այս կեղտերին, ընդամենը պետքա հայը, հիշի ինքը ով է, ձեզ որ զոմբի ժեխ են ներկայացրես են խեղճացրել են, հլը ձեզ մի հատ թափ տվեք հայեր, հիշեք, որ դուք հայկի զավակներն եք, հիշեք, որ դուք Տիգրամենձի զավակներն եք, Նժդեյու Անդրանիկի զավակներն եք, Քրիստոսի զավակներն ենք, մենք այո, Քրիստոսի զավակներ և Քրիստոսի բաննակն ենք, ժողովուրդ ջան, մենք Աստծու բաննակն ենք, այս կեղտերից ոչ թե միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհը պիտի մաքրենք։ Եղավ հայեր ջան, ձեզ թափ տվեք, ընտրելու բան չկա, ժողովուրդ ջան, իգնախապեյությունով մի զբաղվեք։ Դոգ, մոգ, չգիտեմ, այնտեղ Արտագալստյանա, Քոչարյանա, Սերժա, Քորա, 2 աչքով են, 3 աչքով են, սաղ նույնն են ժողովուրդ ջան, իրանք էլ եմ ասում, չեն լծվել, որ այսօրվա օր գոյնե մի հատ հայ իրանց շարքերի մեջ թողնեն, բա ես որ գնում էի ցույցերի միտինգներին, ասում էի չեմ հասկանում, իրանք երբ հասցրեցին իրար ճանաչում են, ու ես մոտիկանում եմ իրանց հետ խոսալ, իրանք փախնում են ինձանից։ Հետո, երբ որ բացահայտվավ, իմ համար ամեն ինչ պարզ եղավ և համոզվեցի, հաստատվեցի իմ մտքի մեջ, հասկացա, որ սրանք իսկական հային վանում են, որ ես չմտնեմ իրան շարքերի մեջ, այո, հայի խելքն են կանեն, որ հենց աչքը կբավ ամեն ինչին, ամեն ինչ ընկավ տեղը, հասկացա ու բոլոլան արել եմ, ոչ մի հայ, իմանալով այսքան բան, չեր թաքցնի ժողովուրդ ջան, ով որ խոսացել է դրան վերացրել են, զորբայությունով ժողովուրդ ջան 40 քանի էջ, 3-4 օր էլ Մագդա Կոմցյան էջն են ջարդել, մնացած էջերը բլոկել են, ես մերեք թուրքա ջվուդներով եմ խոսում։ Նորից էջ եմ բացե, Արմենիա վեչնա, ժողովուրդ ջան, ենենց որ ընտրելու ոչինչ չկա, ասում եք ում, սկզբից արեք հայերովս, մեր տունը, մեր օջախը մաքրենք, հետո ի հայտ կկան այսենց հայերը, ջոջ հայերը, կիրտ ու գրակետ խելացի հայերը, որոնց սիրտը ցավում է, ոչ թե միայն Հայաստանի և հայ ազգի ֆիզիկական լինելու վրա, այլ արժանապատվության, թասիբի, նամուսի,
կռիվ են տալի ժողովուրդ ջան, ի հայտ կկան այդ հայերը ու մենք այդ ժամանակ կնստենք ազգությունով, մենք մեր տան մեջ կմտածենք ինչ ենք անում, ոնց ենք անում ու ազգովի շարժվում ենք առաջ։ Իշխանությունը չոբան հայի ձեռ լինի ավելի օգուտա ժողովուրդ, քան քո թշնամու ձեռը։ Հասկացաք հայեր ջան, տունը օջախը հայոց մաքրենք, հետո գնստենք մենք ազգովի գնայենք, մեր խելացի գրակետ, սրդացավ հայերը, կկազմակերպենք կառավարությունը, ոնց պիտի կառավարվի, այս սաղ ինչ ստորագրել են, տվել են, չգիտեմ ինչ եմ նարե, այդ սաղը այսենց պրոստը ճղվելու է, դառնալու է Տրամպի, Պուտինի, Բրյուսելի, Նիկոլի, չգիտեմ ինչ, միջև իրանց սատկելը զուգարանի թուղթ հայեր ջան, այնենց որ տրամադրվեք, կարևորը նպատակ դնելն է հայեր ջան, մենք պիտի մեր սուրբ երկիրը ոնց Աստվածը ստեղծել է մարդը ապրի արժանապատիվ, այդ ազգով մեր հայ ազգով մենք պիտի արժանապատիվ ապրենք մեր Աստծով սուրբ տղված հողի վրա, բարին Աստծուց, վերևն Աստված, ազգովի մենք կհաղթենք, իմացեք, հայ ազգի միասնության մեջ Աստծո զորությունը կա ժողովուրդ ջան, Աստված առաջ, վերևն Աստված,